Ադրբեջանը չգնաց Եվրոպա, Բրյուսելը եկավ Բաքու, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից հետո ադրբեջանական քարոզչա մեքենան է թեզն օրակարգ նետել։ Բաքվի ինքնավստահությունն արդեն մինչև իսկ մայրցամաքի սահմաններն է հատում։ Համոզված են, որ Ռուսաստանին ու Իրանին խաղից դուրս թողնելուց հետո Եվրամիությունը նույնիսկ փոքրինչ ուշացումով է հասկացել միջին միջանցքում իրենց անփոխարինելի դերը։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ Եվրամիության համար ինքը շատ կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում, բայց Ադրբեջանում կարծում են, որ Եվրամիությունը Ադրբեջանին շատ մոտ չի թողնի, հաշվի առնելով այդ երկրում արդյունքների վիճակը եւ այլն։ Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի մի առավելություն ունի։ Այդ Միջինսկ կոչվածը ինչպես էլ անցնի, անպայման Ադրբեջանի տարածքով անցնելու է։ Եվ Ադրբեջանը շատ լավ հասկանալով այս ամենը փորձում են իրենց գինը բարձրացնել, ավելի բարձրացնել իրենց դերը, իրենց կշիռը Եվրամիության համար։ Բաքվի բռնապետը եվրադոլարների պահանջ ունի արևմուտքից, միջին միջանցքը գա հասնի Ադրբեջան, թանկ կնստի եվրոպացիների վրա։ Ալիևը ճանապարհի կանաչ լույսը կվառի, եթե Բրյուսելը ֆինանսավորի ադրբեջանական ենթակառուցվածքները, այդ թվում փող տա Հայաստանի ինքնիշխան տարածքով կոնկրետ Սյունիքով անցնող իրենց ձևակերպմամբ այսպես կոչված արևմտյան Զանգեզուրի ճանապարհների համար։ Իսկականազերծման վերջին միլիոնների խոստումը, որը Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հետ Բաքու հասցրեց, Ադրբեջանից արդեն պաշտոնապես են հայտարարել կօգտագործեն օկուպացրած Արցախը ոտքի կանգնեցնելու։ Նույնիսկ պնդում են, թե Բրյուսել-Բաքու դրամական այս տրանզիտը հերթական վկայություններից է, թե Եվրոպան Հարավային Կովկասի նոր իրողությունների հետ այլևս հաշտ համերաշխ է։ Նույնիսկ եթե չհաշտվել Եվրամիությունը միշտ հումանիտար ականազերծման նպատակների համար գումարներ հատկացրել է Ադրբեջանին, նախկինում էլ, հիմա էլ, այնպես որ մեծաշվով մեկը մյուսի հետ կապ չունի։ Նույնիսկ եթե պատերազմը չավարտվեր, էլի գումարներ կհատկացվեր Ադրբեջանին ականազերծման ծրագրերի համար։ Հարավային Կովկաս եվրաչինովնիկների վերջին այցելության ամբողջական պատկերն Ադրբեջանում հավաքում են ամփոփելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի երևանյան այցելությունը։ Բաքվում վստահ են, որ Հայաստանի իշխանությունների հետ այս շփումը կարճատև էր, հետևապես նաև անարդյունավետ։ Ի տարբերություն Ալիևի Փաշինյանին Եվրահանձնաժողովի նախագահը շնորհակալություն չհայտնեց տարածաշրջանում հաստատված խաղաղության համար։ Այստեղ մեր մայրցամաքում միայն խոստումներ թողեց ու հեռացավ, այն էլ բացառապես հակառուսական տրամադրության շրջանակում։ Ես չէի զգան համատեղ տարբեր օրակարգերով էին։ Ադրբեջանի հետ կապված այլ օրակարգեր են, որոնք որ պետք չէ, այսպես համեմատել մեկ կշերտի նժերի վրա դնել տարբեր արդյունության վրա, տարբեր բանակցություններ են եւ տարբեր պայմանավորվածություններ եւ պետք չէ այսպես բոլորին ամեն ինչ մեկ պրիզմայով նայել։ Տարբեր գործընթացներ են դերանում։ Եվրոպայից շնորհակալական խոսքեր ի դեպ Ալիևը ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը ստացավ ոչ միայն Հայաստանի հետ խաղաղության, այլև մեր երկիր էլեկտրաէներգիա եւ դիզվառելիք մատակարարելու պատրաստակամության համար։ Բաքվի փորձագիտական համայնքն էլ թեզ է շրջանառում, որքան Հայաստանն Ադրբեջանից կախված լինի, այնքան օգուտն իրենցն է։ Ահա խաղաղության շուրջ ադրբեջանական պատկերացումների առավելագույնը։ Հայաստանում տնտեսության ճյուղերից մեկը, որը վերջին տարիներին բացառապես երկնիշ աճ է գրանցում, շինարարությունն է, ու դա մեծապես բնակարանաշինության հաշվին։ Բնակարանները Հայաստանում շարունակում են թանկանալ, եւ այս շուկայում գնաճ է նկատվում ոչ միայն Երևանում։ 2026-ի ապրիլի տվյալներով ամենամեծ գնաճը գրանցվել է Հրազդանում, որտեղ բնակարանների գները մեկ տարվա ընթացքում աճել են 34.9%-ով։ Զգալի թանկացում է արձանագրվել Դիլիջանում 23.2%, Սևանում 22.6%, Կապանում 22%, Արմավիրում 19.7%, Վաղարշապատում 17.9% եւ Արտաշատում 17.1%։ Մոտավորապես, ասենք, Էջմիածնում, Աբովյանում, Աշտարակում, մոտավորապես գների մակարդակը շատ քիչ է զիջում Երևանի, ասենք, մի տարի առաջվա բանը կամ 2 տարի առաջվա համայնքների ծայրամասերի գներին։ Ու հիմա որոշ դեպքերում կարա նույնիսկ հիմա, ասենք, օրինակ Չարբախում նույն գինը լինի, ինչ կամ ավելի թանկ լինի Էջմիածնում, քան Չարբախում։ Այս միտումն ունի մի քանի պատճառ։ Նախ Արցախից բռնի տեղահանված բնակչության տրամադրվող հավաստագրերն են։ Անձը 4, իսկ սահմանամերձ բնակավայրերի դեպքում 5 միլիոն դրամ։ Այսինքն միջին 4 հոգանոց ընտանիքին բաժին է հասնում 16 միլիոն դրամ։ Մեծ պահանջարկի աճից էլ օգտվում են վաճառողները։ Նույնիսկ եթե խոսքն անորակ բնակարանի մասին է, չգնես դու, կգնի մեկ ուրիշը։
Դու չես առնել մեկը կարվի, դու չէ մեկը չառնել, ու քանի գնում, քանի բարձրանում, այտենց է, ինչքան սերտիֆիկատի հասնել, դες ասենք թե Էշմիածինում 4 միլիոն էր, Մասիսում գիտեք ասենք, որ իմացան, որ Էշմիածինն էլ արդեն 4 միլիոն տալիս, դեղի գներ թռավ մի անգամից։ Այս պահին արցախցի ընտանիքների մեծ մասը փորձում է բնակարան ձեռք բերել Երևանից 50-ից 60 կիլոմետր շարավղով գտնվող բնակավայրերում։ Հարցը զբաղվածությունն է, աշխատանքը գտնելու շանսերը մեծ են հենց Երևանին հարակից համայնքներում կամ մայրաքաղաքի ծայրամասերում։ Գնացել ենք, որ առնենք 55,000 սահմաններում։ Հաջորդ օրը գնացինք, որ առնենք, ասում են 5,000 բարձրացրել։ Սերտիֆիկատը որ տալիս են ձեզ այդ չա գնում, պետությունը տալեսա դուք ընդդրեք էլի։ Մարզերում բնակարանների գնաճին նպաստող մի շարք այլ գործոններ ևս կան, մասնավորապես նախորդ տարի կային անշարժ գույքի շուկայում շեշտակի գնանկման հետ կապված բացասական սպասումներ, եւ ներդրողների մի մասը սպասողական վիճակում էր գտնվում։ Նախորդ տարեվերջից նրանք կարծես սկսել են ակտիվ գործեր եւ ակտիվացրել են շուկան։ Անցած տարի ինչ էր թեզը բոլորի կողմից, որ շուկան կտրակի, այսքան առաջարկ կա, բայց առնող չկա բան, ու մարդիկ սպասում էին, մեկ էլ ինչ որ բաներ աշխարհակաղակական էլի տեղի ունեցան կամ քաղաքական, հա, պայմանագրի ստորագրումը կամ ընտրությունները, հիմա ոնց որ մարդկանց մոտ արդեն հանգստացան ու ավելի շատ դրական սպասումներ, հա։ Հետևաբար էլի կարճ սպառված բանջարկ, որը հիմա գնում է կատարում։ Մյուսը աշխարհակաղակական գործոնն է, առաջինը մերձավոր արևելքում սկսված եւ դեռ չավարտված կոնֆլիկտն է, որը ստիպել է արաբական պետություններում խոշոր ներդրումներ կատարած հայաստանցիներին իրենց գումարների մի մասը տեղափոխել Հայաստան եւ ներդնել այստեղ հողի եւ այստեղ ասած երկաթ բետոնի մեջ։ Գումարած դրան վերջին շրջանում ակտիվացել են Ռուսաստանի հայերը, ովքեր գուցե որոշակի մտավախություններից ելնելով ձեռք են բերում անշարժ գույք, այդ թվում մարզերում։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այս պահին շատերը այնտեղից մտածում են կապիտալը ուր բերեն։ Հիմա Դուբայում էլ խնդիր կա, չէ, արաբական ընկերություններում, ասում են լավ, այնտեղ արդեն ռիսկային է, Ռուսաստանում գումար պահելը ռիսկային է, որտեղ պետք է բերեմ Երևան, Հայաստան։ Մասնագետները կանխատեսում են, որ մոտ ապագայում գույքը Հայաստանում շարունակելու է աճել, այսինքն կայուն պահանջարկն աճում է, եթե իհարկե չլինեն ֆորս մաժորներ, որոնք կփոխեն երկրում գնորդների դրական տրամադրվածությունը։ Շիրակի մարզում անասնաբուծության զարգացման նպատակով կառավարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր շուրջ 581.3 միլիոն դրամ պետական ֆինանսավորմամբ։ Նախագծի նպատակը մարզի երբեմնի համբավի ու առաջատար դիրքերի վերականգնումն է, կենդանիների գլխաքանակի ավելացման, արոտավայրերի ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, ժամանակակից անասնաշենքերի կառուցման, տոհմակայանի գործարկման միջոցով արտադրողականության բարձրացման հաշվին։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռնվի մարզում հիմնել ժամանակակից տոհմակայան, գործարկել բարձր մթերատու կենդանիներով համալրված եւ ինտենսիվ տեխնոլոգիաներով գործող նոր տիպային անասնաշենքեր, շրջանառության մեջ ներառել ավելի քան 10,000 հեկտար արոտավայր, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացնել շուրջ 5,000, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը ավելի քան 15,000 գլխով։ Դա հնարավորություն կընձեռի տարեկան հավելյալ արտադրել շուրջ 13,000 տոննա կաթ եւ ավելի քան 1100 տոննա բարձրորակ տավարի եւ ոչխարի միս։ Մասնագետները սակայն այն կարծիքին են, թե ծրագրի ընդունումը դեռևս չի նշանակում, որ ոլորտի երկարամյա խնդիրները կլուծվեն։ Գյուղ ոլորտի փորձագետների համոզմամբ խնդիրը միայն ֆինանսավորման չափը չէ։ Նրանց դիտարկմամբ Շիրակը ունենալով բարեբեր հողեր եւ ջրային խոշոր պաշարներ, տարիներ շարունակում է բախվել ոռոգման եւ արդյունավետ գյուղատնտեսության հիմնարար խնդիրների։ Հիմնական պատճառները իհարկե շատ են, բայց գլխավոր խնդիրներից մեկը ջրային ռեսուրսների անմատչելիությունն է։ Այսինքն կան ջրային ռեսուրսներ, մարզում կա Ախուրյանի ջրամբարը, որը երկրում ամենամեծ ջրամբարն է, մեր ջրային ռեսուրսների զարգերակնասիրտն է, բայց հենց մարզն ունի ոռոգման խնդիր։ Հացահատիկի արտադրության մասնագիտացված մարզ է եւ անասնաբուծության։ Այստեղ հացահատիկի ցուցանիշներն էլ վերջին տարիներին որ նայում են, բերքատվության ցածր մակարդակ, մյուս կողմից ֆերմերները պաշտպանված չեն այդ գնային հարցերով։ Փորձագետները միաժամանակ ընդգծում են, որ ցանկացած նոր նախաձեռնությունից առաջ անհրաժեշտ է գնահատել արդեն իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ Նրանց կարծիքով ներդրված միջոցների արդյունքը պետք է գնահատվի ոչ թե հայտարարություններով, այլ հստակ տնտեսական եւ վիճակագրական ցուցանիշներով։ Տնտեսագիտությունը սիրում է թվեր։ Լավ եւ վատը միայն պետքա հարաբերական ցուցանիշներ վերլուծել, հասկանալ այդ ներդրանքը, որ կատարվեց այսքան միլիոնի կամ միլիարդի, մարզին ի վերջո ինչ տվեց, սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստեց, թե չնպաստեց, գյուղատնտեսությունը զարգացավ, թե չզարգացավ, իսկ զարգացավ, թե չզարգացավ ու թվեր են փաստելու։
Բայց մենք ունենք փաստ, որ վերջին տարիներին պերմանենտ անկման ցուցանիշներ կան մարզում, բոլոր ոլորտներում։ Ոլորտի զարգացմանը ըստ մասնագետների խոչընդոտում են նաև երիտասարդների ցածր հետաքրքրվածությունը ու մասնագիտական կադրերի պակասը։ Նրանց կարծիքով, եթե գյուղատնտեսությամբ զբաղվելը չի ապահովում բավարար եկամուտ, ապա դժվար է ակնկալել, որ երիտասարդները կմնան գյուղերում եւ կշարունակեն այդ գործունեությունը։ Էներգետիկ շուկաների հարաբերական կայունությունն ավարտվեց մեկ աշխարհաքաղաքական հարվածով։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների նոր բռնկումը փաստացի փլուզեց հրադադարը, որը վերջին շաբաթներին իջեցրել էր նավթի գները։ Արդյունքը բորսաներում զգացվեց ակնթարթորեն։ Հուլիսի 8-ի առավոտյան միջազգային հաշվարկների գլխավոր մարկեր Brent տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացան մինչև $76.18 մեկ բարելի դիմաց։ Սա հունիսի 23-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Ճգնաժամի նոր փուլը սկսվեց Հորմուզի նեղուցում, որտեղ հարձակման ենթարկվեցին 3 առևտրային նավեր, այդ թվում Կատարից բնական գազ տեղափոխող մի լցանավ։ Վաշինգտոնը, Դոհան եւ Էր Ռիադը միակարծիք են։ Հարձակման հետևում Թեհրանն է։ Ամերիկյան ուժերը հզոր հարվածների շարք են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, նպատակ ունենալով ստիպել բարձր գին վճարել միջազգային ջրային ուղիներում անմեղ քաղաքացիներով համալրված առևտրային նավագնացությունը թիրախավորելու համար։ Ամերիկյան ավիացիան հարվածել է Իրանի հեղափոխական գվարդիայի հակաօդային համակարգերին, ռադարներին եւ ավելի քան 60 մոտորանավակների, որոնցով վերահսկվում էր նեղուցը։ Իրանի պատասխանը չուշացավ։ Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ արձակվեցին բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ։ Քուվեյթի էներգետիկ ենթակառուցվածքները մասնակի վնասվել են հակաօդային պաշտպանության բեկորներից։ Իմ կարծիքով ամեն ինչ ավարտված է, ես այլևս չեմ ցանկանում գործ ունենալ նրանց հետ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա համաձայնությունն այլևս չկա։ Մեր բանակցողները կարող են շարունակել խոսել, բայց ես կարծում եմ, որ նրանք պարզապես ժամանակ են վատնում։ Իրանը դեռևս պաշտոնապես չի ստանձնել նավերի վրա հարձակման պատասխանատվությունը, սակայն Թեհրանի համար էսկալացիան ունի հստակ տնտեսական ենթատեքստ։ Վաշինգտոնը չեղարկել է այն արտոնագիրը, որով Իրանին թույլատրվում էր բացահայտ նավթ վաճառել ԱՄՆ դոլարով։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին Վաշինգտոնի այս քայլը անվանել է հունիսի 17-ի հուշագրի բացահայտ խախտում, իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ավելի կտրուկ է։ Շանտաժի ու կորզման դարաշրջանն անցել է, դա ոչ մի տեղ չի տանի, մենք չենք նահանջում։ Հորմուզի նեղուցով նախքան պատերազմն անցնում էր համաշխարհային շուկա արտահանվող նավթի եւ հեղուկացված գազի 20%-ը։ Իրանի փորձերը փոխել նավագնացության կանոնները եւ վճարներ գանձել անցնող նավերից արդեն իսկ նյարդայնացնում են թե Միացյալ Նահանգներին, թե ծոցի արաբական երկրներին։ Այս ամենը կատարվում է Իրանի համար ներքաղաքական ամենազգայուն պահին։ Իրաքի Նաջաֆ քաղաքում արդեն ավարտվում են երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունները։ Նոր առաջնորդը նրա որդի Մոջթաբա Խամենեին դեռևս հանրությանը չի երևացել եւ ըստ հետախուզական տվյալներին թաքնվում է հոր սպանության ժամանակ ստացած վիրավորումից հետո։ Կատարի եւ Պակիստանի միջնորդական ջանքերը դեռ շարունակվում են, բայց երբ Սպիտակ տան ղեկավարը բանակցություններն անվանում է ժամանակի կորուստ, իսկ նավթի գները ցույց են տալիս երկնի շարժի պոտենցիալ, շուկան սկսում է հաշվարկել վատթարագույն սցենարը։